Գործարար ալիքի եթերում դուք դիտում կամ լսում եք ռադիո առողջարանը, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Մալեդի կլինիկայի բժիշկ մաշկաբան կոսմետոլոգ Լիլի Գրիգորյանին։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև Տաթև ջան, շնորհակալություն հրավերի համար։ Խոսելու ենք մեր մաշկի գեղեցկությունից ու առողջությունից։ Ես մաշկի մասին խոսելիս միշտ սա շեշտում եմ, որովհետև թերևս սա այն օրգանն է, որ բոլոր դեպքերում առողջությունն ու գեղեցկությունը զուգահեռ են քայլում եւ հնարավոր չէ լինել գեղեցիկ, եթե առողջ չէ մաշկդ, եւ հնարավոր չէ ունենալ առողջ մաշկ եւ արդյունքում չունենալ նաեւ գեղեցիկ, փայլուն, հարթ եւ աչք շոյող մաշկ, հա։ Եվ այս երկու, այսպես ասած, խնդիրները, որոնք որ կանանց առաջ միշտ կանգնած են, ինչու եմ շեշտում կանանց, որովհետև մենք ավելի շատ ենք, հա, ուշադրություն դարձնում մաշկի գեղեցկությանը։ Եվ այս համատեքստում ուզում եմ այս հաղորդման ընթացքում խոսենք ռոզացիայի մասին։ Ինչ խնդիր է սա, ինչպես է արտահայտվում եւ որքանով այն հանդիպելի։ Ռոզացիան մաշկի քրոնիկական բորբոքային հիվանդություն է, այն արտահայտվում է անոթների լայնացումով եւ բորբոքումով։ Սովորաբար դրսևորվում է դեմքի կենտրոնական հատվածների կարմրությամբ, դա կլինի քիթը, այտերը, կզակը, ճակատը։ Պացիենտները կարող են հասկանալ, հա, եթե իրենց մոտ ռոզացիա է թե ոչ, իրենք ունենում են ծակծկոցի այրոցի զգացողություն, պարբերաբար դեմքին տաքության զգացողություն են ունենում, կարող է լինել պապուլոպուստուլոզ ձևը, օրինակ բշտիկների տեսքով, հա, բորբոքային էլեմենտների տեսքով, նաև ավելի հազվադեպ, բայց հանդիպում է ֆիմատոզ ձևը, երբ որ մաշկը հաստանում է, հատկապես տղամարդկանց մոտ քթի շրջանում քիթը չափսերով մեծանում է, ձևախախտվում է, դա արդեն վիրահատական միջամտության կարիք է նաև ունենում, ինչպես նաև կարող է լինել հարակնային շրջանի ընդգրկումով, աչքերում լինում են չորություն, կարմրություն, այս դեպքում արդեն աշխատում ենք օֆթալմոլոգների հետ։ Իսկ քանի որ դուք նշում եք անոթային խնդիր, այստեղ անոթաբանի նաև ներգրավվածությունը որքանով է ռեալ կիրառելի։ Չէ, իրականում անոթաբանի կարիք այս բուժման ընթացքում հարկավոր չէ։ Խնդրի դեպքում ինչքանով նշանակություն ունի սեռը, տարիքը, առհասարակ խոցելի խմբերը որոնք են։ Խոցելի խումբ են համարվում 30-ից անց, 30-ն անց կանայք հատկապես, ավելի քիչ է հանդիպում տղամարդկանց մոտ, սակայն ունենում է ավելի ծանր ընթացք։ Մի հարցում գոնե մեր բախտը բերի։ Շատ լավ։ Եղանակը ինչքանով կարող է ազդել խնդրի սրացման, ի հայտ գալու կամ ավելի թեթևանալու մեջ։ Եղանակը միանշանակ ազդում է խնդրի վրա, չափից դուրս տաքը, չափից դուրս ցուրտը մաշկի համար գրգռիչ գործոններ են համարվում, ինչպես նաև արևի ուժեղ ճառագայթները ուլտրամանուշակագույն բոլորը գրգռիչ, հա, գործոններից են համարվում։ Երբեմն մենք ասում ենք նաև այս կամ այն խնդիրների դեպքում, օրինակ ավելի բաց մաշկն ավելի խոցելի է կամ ավելի մուգ մաշկն ավելի խոցելի է եւ այլն։ Արդյոք մաշկի գույնը ինչ որ առումով կարող է այս դեպքում էլի խոցելի ֆակտոր լինել։ Այո, ռոզացիայի դեպքում ավելի խոցելի են բաց մաշկով անձինք, այնպես չի որ մուգ մաշկով չի հանդիպում, հա, ուղղակի ավելի քիչ է կարմրությունը, էրիթեման ավելի քիչ է արտահայտվում մուգ մաշկի պարագայում, իրենք ավելի քիչ են ախտորոշվում։ Խոսենք նաև պատճառների մասին, քիչ կարևոր հարց չէ սա, որովհետև միշտ ասում ենք, չէ, եթե մենք գիտենք պատճառները, ապա նաև կարող ենք խոսել կանխարգելման մասին։ Այս դեպքում երկու հարց կմիքսեմ ու կնշեմ, մենք արդյոք գիտենք պատճառները եւ արդյոք հնարավոր է այն կանխել։ Ռոզացիան բազմապատճառ խնդիր է եւ պատճառները բոլորը փոխկապակցված են միմյանց։ Պատճառներից է օրինակ գենետիկ նախատրամադրվածությունը, ընտանիքում դուք ունեք արդեն ռոզացիայով հիվանդ։ Պատճառներից է արևի ուղիղ ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ պարբերաբար աշխատանքը, կլիմայական պայմանները, բաց մաշկ ունենալը, հա, պարբերաբար մեխանիկորեն վնասելը մաշկը, օրինակ ամենօրյա սկրաբների օգտագործումը։ Լավ, դե այստեղ նաև տրամաբանորեն ուզում եմ իմանալ, արդյոք սնունդն ու ապրելակերպը եւս կարող են պատճառ հանդիսանալ կամ այսպես ասած պրովոկացիոն գործոն դառնալ։ Այո, ռոզացիայի պարագայում հենց սնունդը եւ կենսակերպը շատ մեծ նշանակություն ունեն։ Օրինակ կծու, թթու, գրգռիչ սնունդը գրգռում է էլի, դրանից բացի տաք ջրով լոգանքները նույնպես ազդում են խնդրի սրացման համար, ալկոհոլի օգտագործումը։ Իհարկե, բուժումը նշանակելուց միանշանակ կրթում ենք ճիշտ կենսակերպ ունենան պացիենտները։ Քանի որ դուք նշեցիք, որ սա հատկապես կանանց մոտ հանդիպող խնդիր է, դրան գումարենք նաև որ քրոնիկ դրսևորում ունեցող խնդիր է, հետևաբար կանայք որոշակի կոսմետիկ եւ կոսմետոլոգիական միջամտություններից եւս ուզում են օգտվել։ Որքանով է սա խանգարող հանգամանք, որ կինը կարող է օրինակ մազահեռացումից, օրինակ պիլինգներից, մաքրումներից եւ այլն, հա, նման միջամտություններից օգտվի կամ չօգտվի։ Նախ գնահատում ենք ծանրության
աստիճանը, դրսևորման ձևը, օրինակ եթե էրիթեմատոզ ձևն է, այստեղ պապուլոպուստուլյոզ ձևն է, թե որն է, ըստ դրա արդեն որոշում ենք ինչն է ցուցված այս պարագայում։ Մազահեռացումը մեր պարագայում խնդիր չի, հա, բուժման սխեմայում նաև օգտագործում ենք IPL թերապիա, հա, որը լուսային թերապիա է, լայն սպեկտրի լույս է, եւ որոշ չափով այն նման է նաև մազահեռացնող սարքի լույսերին։ Տրամաբանորեն նաև վստահ եմ, որ այս պահին մեզ լսող կամ դիտող կանանց կհետաքրքրի կոսմետիկ միջոցների ընտրության հարցում։ Արդյոք հատուկ վերաբերմունք պետք է թե ոչ։ Կոսմետիկ միջոցները նկատում եք շպարի միջոցները, եւ շպարի եւ խնամքի։ Խնամքը միանշանակ պետք է լինի ավելի մեղմ, հա, այսինքն չենք օգտագործում ակնեի համար նախատեսված չորացնող, գրգռող ոչ մի բան։ Այստեղ արդեն ընտրում ենք ավելի մաշկին համապատասխան տարբերակներ, ավելի մեղմ, հա, խնամք ենք կատարում, կարևոր է մեզ համար խոնավեցումը, հա, խոնավության պահպանումը մաշկի, հատկապես ծմռանը, եւ SPF-ի օգտագործումը, հա, դա երկու կարևոր գործոն են, որը մշտական պետք է կատարեն պացիենտները։ Նպաստող գործոնների մեջ արդյոք որևէ նշանակություն կամ դեր ունի նաև մաշկի տիպը, տեսակը։ Այո, նպաստող գործոններից է բարակ մաշկ, հա, սկայուն մաշկ ունեցողները, ովքեր ավելի հակված են մաշկի գրգռումներին, ովքեր մեխանիկորեն վնասում են իրենց մաշկը, նաև ասեցի արդեն։ Եթե չեմ սխալվում, մաշկի 4 տիպ ունենք։ 4-ից ամենախոցելին զգայուն մաշկն է։ Այդպես միանշանակ չենք կարող ասել, հա, որովհետև ցանկացած մաշկ, որը չի ունենում ճիշտ խնամք, ինքը զգայուն է համարվում։ Շատ լավ։ Հիմա հարցերի հարցը, հա, ըստ իս յուրաքանչյուր հաղորդման ամենակարևոր հարցը բուժման մասին խոսելն է։ Արդյոք մենք կարող ենք ասել, որ ունենք բուժման տարբերակներ, արդյոք այս մարդկանց մենք օգնելու կամ լուծումներ տալու տարբերակներ ունենք, թե ոչ, եւ եթե այո, ապա ինչ առաջարկում Ալեդին այս հարցում։ Մալետի կլինիկայում մենք ունենք ամեն բուժառուն ունի իր անհատական, հա, բուժման պլանը, միանշանակ հիմքում դրված է դեղորայքային բուժումը, եթե թեթև է, հա, վիճակը պացիենտի, սկսում ենք քսուկների տեսքով, կրթում ենք ճիշտ ապրելակերպ, եթե ավելի միջին կամ ծանր վիճակ է, սկսում ենք նաև համակարգային դեղորայքի ընդունումով, քսուկների միջոցով եւ դրան արդեն գումարվում է երկու պարագայում էլ միջամտությունները, որոնք իրականացնում ենք։ Շատ հաճախ օգտագործում ենք IPL թերապիան, խոշորացած, հա, լայնացած անոթները փակելու նպատակով, քանի որ նույնիսկ բուժումից հետո կարմրությունը պահպանվում է շատ երկար ժամանակ դեմքին եւ լայնացած իրենց ֆունկցիան կորցրած անոթները դեռ պահպանվում են եւ IPL թերապիայով մենք կարողանում ենք հեռացնել անոթները, ինչպես նաեւ ունենք Andy-Yag լազերը, որով նույնպես կարող ենք անոթները հեռացնել, ուղղակի այստեղ արդեն կախված է վիճակի խորությունից, հա, սա ավելի խորանից անոթների համար է նախատեսված։ Սովորաբար մենք միշտ ասում ենք, որ ցանկացած պարագայում պետք է հնարավորինս շուտ դիմել մասնագետի, որպեսզի արդյունավետությունը շատ ավելի լավը լինի, որպեսզի ժամանակային այդ օգտագործվող ընթացքը ավելի կարճ լինի եւ այլն եւ այլն։ Այս հարցում մենք կարող ենք ասել էլի, որ որքան շուտ դիմենք, այնքան արդյունքը լավը կլինի։ Միանշանակ բոլոր խնդիրների դեպքում շուտ դիմելը բժշկին նշանակում է կանխարգելել հետագա բարդացումների առաջացումը, ինչքան շուտ ենք դիմում, ինչքան շուտ ենք սկսում բուժումը, այնքան ավելի քիչ բուժական միջամտություններ հարկավոր լինում։ Իսկ մենք այս դեպքում ինչպիսի բարդությունների մասին կարող ենք խոսել։ Բարդություններից են օրինակ հենց տղամարդկանց մոտ հանդիպող ռինոֆիման, երբ որ քթի մաշկը հաստանում է, քիթը չափսերով մեծանում, ձևախախտվում, այստեղ արդեն միայն վիրահատական միջամտություն կարող է կատարվել, անկախ բուժումից, կամ օրինակ երբ որ արդեն շատ լայնացած անոթներ ենք ունենում դեմքին, հա, տելեանգեկտազիաներ, դրանք արդեն պետք է բոլորը հեռացվեն, բայց եթե շուտ սկսենք մենք բուժումը, այդ խնդիրը չենք ունենա։ Հնարավոր է բուժումն անցնի մարդը, ունենանք լավ արդյունք եւ որոշ ժամանակ հետո կրկնվի նորից։ Այո, քանի որ այն քրոնիկ կրկնվող հիվանդություն է, հա, մենք չենք կարող ունենալ ամբողջ կյանքի համար լավացում, մարդը պետք է պահի իր կենսակերպը, պարբերաբար, հա, ինչ որ իր խնամքը բուժումը կատարի, բայց նաև ինքը ունի ալիքաձև բնույթ, այսինքն կարող ենք ունենալ տարիներով ռեմիսիա, հանգիստ վիճակ, հետո ինչ որ պահ սրանա, որը կարող ենք էլի հանգստացնել եւ այդպես շարունակ։
Շատ լավ։ Մեր օրերում բավականին շատ են առաջարկները, կլինիկաները, մասնագետները եւ միշտ պացիենտը կանգնում է իսկապես լուրջ խնդրի առաջ, ինչպես ճիշտ ընտրություն կատարել եւ ճիշտ մասնագետի մոտ հայտնվել, ճիշտ կենտրոնում լինել։ Ես որպես շատ վաղուց, արդեն 13 եւ ավելի տարի մալետին ճանաչելով ոչ միայն որպես գործընկեր, այլ նաև որպես պացիենտ, ավելի քան վստահ եմ, որ այս հարցում լավագույն տարբերակները, որոնք որ աշխարհը առաջարկում է, վստահ եմ, որ մալետին ունի իր մոտ։ Բայց միայն ինձնով չի, որ սահմանափակվում է, այս կարծիքների տեղատարափը, հետեւաբար ես ուզում եմ նշել այն կարևոր չափանիշները, որոնցով յուրաքանչյուր մարդ, ով ունի այս խնդիրը կամ իր շրջապատում ընտանիքի անդամների մեջ ունի, այս խնդիրը, պետք է առաջնորդվի, որպեսզի կարողանա ճիշտ կենտրոն, ճիշտ կլինիկա, ճիշտ մասնագետ ընտրի։ Առաջին հերթին պետք է ընտրել լիցենզավորված կլինիկա եւ որտեղ իհարկե կունենաք լիցենզավորված բժիշկ մասնագետ, ով կզբաղվի ձեր խնդրով, ուղղակի չընտրել կոսմետոլոգ, այլ ընտրել մաշկաբան կոսմետոլոգ։ Նաեւ հագեցվածության մասն եմ ուզում խոսենք կենտրոնի։ Ինչպես ամբողջ աշխարհում օգտագործում ենք նույն ուղեցույցները, կատարում ենք նույն բուժումը, նույն միջամտությունները, լազերային եւ այլն, որը ամբողջ աշխարհում կատարվում է։ Մեզ համար կարևոր է լավ արդյունքի հասնելը եւ կարևոր է պացիենտին տալ մաքսիմալը, ինչ կարող ենք։ Տաղավարում ունենալ մաշկաբան կոսմետոլոգ եւ հարակից այլ հարց չունենալ ամենակարևոր խնամքի մասին, ինձ թվում է ռադիոլսողները կամ ռադիոդիտողները ինձ հետո չէին ներելու։ Այնպես որ այս սեզոնին խնդրում եմ առանձնացնեք կարևոր 3 սկզբունք, որոնցով պետք է առաջնորդվել առավել գեղեցիկ, խնամված եւ առողջ մաշկ ունենալու համար։ Առավել խնամված մաշկ ունենալու համար ձմռանը կարևոր է լավ խոնավացնել մաշկը, բայց ընտրում ենք մաշկին համապատասխան քսուկներ, այսինքն չենք ծանրացնում մաշկը։ Ինքը պետք է լինի լավ խոնավացնող, բայց ձեր մաշկին համապատասխան յուղոտ մաշկը չպետք է օգտագործի չորի քսուկներ։ Դրանից բացի ծարավի զգացողությունը բոլոր քույրիկներով օգտագործելու կարիքը չկա։ Պետք է արդեն հաշվի առնենք նույն մաշկի տիպը ունեք, թե ոչ։ Դրանից բացի ծարավի զգացողությունը ձմռանը ավելի պակասում է, սակայն մաշկը ունի ջրի կարիքը, այսինքն պետք է շարունակենք շատ ջուր աշխատել, խմելը, եւ ձմռանը մարդիկ շատերը անտեսում են SPF-ը, արևապաշտպան քսուկի օգտագործումը, որը շատ սխալ է, քանի որ ձմռանը դեռևս ակտիվ է, UVA ճառագայթները, որը բերում է ֆոտոծերացմանը, ինչքան էլ մենք այրվածքներ չենք ունենա ձմռանը, ամեն դեպքում այն ազդում է մեր մաշկի ծերացման գործընթացի վրա։ Բայց մենք կարող ենք ասել, չէ, որ եթե տարիներ առաջ մենք արևապաշտպանների մասին խոսում ենք բացառապես ծով գնալիս, հիմա մենք գոնե հասել ենք նրան, որ քաղաքային պայմաններում եւս պարտադիր է արևապաշտպանի կիրառումը։ Դա շատ ողջունելի է, շատ եմ նկատել տենդենսը, որ մարդիկ ավելի շատ են օգտագործում արևապաշտպաններ։ Դա արդյունքն էլ միանշանակ երևում է, որովհետև երբ մենք նայում ենք օրինակ տարիներ առաջ նույն տարիքի կանանց եւ նայում ենք հիմա, էականորեն մաշկի որակը եւ տեսքը ակնհայտ է, չնայած որ միայն արևապաշտպանը չէ, որ իր գործն արել է, բայց նաեւ, այսպես կարող ենք ասել։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ մասնակցության եւ հետաքրքիր զրույցի համար, իսկ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ զրուցակիցս Մալետի կլինիկայի բժիշկ, մաշկաբան, կոսմետոլոգ Լիլի Գրիգորյանն էր։ Շնորհակալություն մեզ հետ եք, կհանդիպենք մի շաբաթ, ցտեսություն։